հունվարի 26-ին նշանակված դատական լիստարետարում բացված Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հանդես գալով հրապարակարանը խմբավորության Աթաբեկյանի անդամությամբ Անահիտ Աբրահամյանի, Արմեն Արենյանի, Վարան Թումանյանի, Երանուհի Թումանյանցիների, Համբարձումյանի, Աշոտ Հայրապետյանի, Էդվարդ Ավանեսյանի, Քրիստինե Մկանի դրված դատական լիստականության Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործը ըստ նախարարության կողմից ներկայացված միջնորդը նիստի վարդորը խնդրում զեկուցելով ներկայացը։ Դատական նիստին ներկայացել են Նախարարության նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը, ներկայացուցիչ նախարարության նախարարի ներկայացուցիչ Ներսես Զենյանյանը, Դավիթ Հարությունյանը և Սերժինից ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը։ Նախորդ դատական նիստում մենք քննարկեցինք միջնորդությունը, որը վերաբերյալ կայացվեց համապատասխան որոշում և քննությունը հետաձգվեց։ Այժմ մենք ելի միջնորդություն ծորտի նախորդ նիստում եթե չեմ սխալվում նման հարցեր քննարկում և երեթեքումները Այո, ներկայումս ունեմ մեկ միջնորդություն ներկայացնելու կապված Վարշավյան դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին բացիկ հայտնելու հետ ներկայացնում երկու օրինակ միջնորդությունը, մեկը խորհրդին, մեկը նախապատասխանատար նախարարության ներկայացուցիչին։ Ստեղծողության միջնորդությունը Վարան Աթաբեկյան հրապարակելիս հնարավորինս չկրկնվել նկատի ունենալով, որ որոշ հանգամանքներ արդեն քննարկման առարկա դարձվել են։ Շատ Համապատասխանաբար միջնորդության գրավոր տարբերակի 8-րդ կետից հրապարակումից սկսեմ, որպեսզի չծանրաբեռնեմ խորհրդին և արտահայտության Արձանագրին, որ ներկայացվեց 4 էջից բաղկացած փաստաթուղթ միջնորդություն վերնագրմամբ խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցին բացիկ հայտնելու վերաբերյալ։ Ստացաք դուք հարգի ներկայացնում։ Շատ խնդրեմ ներկայացրեք 8-րդ կետից ասացիք։ Այո, հրապարակումը որպեսզի ավելի չծանրաբեռնեմ փաստակազմով, խոսքը վերաբերում է նախորդ դատական նիստին հենց կարճ նախապատմությունից միջնորդության նախորդ դատական նիստին ինքնիվս այլնի պարոն Հարությունյանի կողմից ներկայացված խորհրդին խոշոր հաշվի գիտություն, դիմումներ, որոնք ներկայացվում են Վարշավյան դատական խորհրդին որպես վարչական մարմնի, որոնց թվում նաև մեկ դիմում, որը կապված էր իր վերաբերյալ համապատասխան տեսագրության առկայության, դրա խմբագրման կամ հեռացման հնարավորության քննարկման հարցին և ներկայումս որպեսզի ավելի ընդհանուր լինի, արդեն կշարունակեմ համապատասխանաբար հրապարակումը։ Նկատի ունենալով, որ խորհրդի անդամ Թումանյանցի հանրային խոսքը կառուցվել է խորհրդի արտերից վերացված որոշումների հիմքով ու պարունակել Հարությունյանի բարի ամբավի նկատմամբ նշանակություն, ինչպես նաև հաշվի առնելով, որ համապատասխան տեսագրությունը հրապարակվել է դատական դեպարտամենտի միջոցով, Դավիթ Հարությունյանը 1901-26 թվականին դիմելով խորհրդին խնդրել է տվյալ տեսանյութը հեռացնել կամ համապատասխան մասով խմբագրել։ 1901-26 թվականին կայացված դատական նիստի ընթացքում նախորդ կետով հիշատակված դիմումը ներկայացվել է խորհրդին որպես դատարանի ի գիտություն և խնդրվել է հնարավոր համարել բարեկամ անհրաժեշտ կատարել դիմումը բարձրացնող հարցին։ Դիմումի բովանդակության հրապարակումից անմիջապես հետո, մինչ խորհրդի նախագահի կողմից դիրքորոշման արտահայտումը, խորհրդի անդամ Թումանյանցը դիմելով նախագահողին մասնավորապես նշել է. Պարոն նախագահող, ձեր թույլտվությամբ ես չմասնակցեմ այս քննարկմանը, հաշվի առնելով, որ որոշակի չափով ինձ է վերաբերվում հարցը, ես ուղղակի դուրս մնամ պրոցեսից քննարկման շնորհակալություն։ Խորհրդի անդամ Թումանյանցի կողմից վերանշել հայտարարությունը ինքնին վկայում է, որ վերջինս գիտակցում է իր անմիջական առնչությունը քննարկման առարկայի հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ իր նախկին հրապարակային խոսքեր գործողությունները կարող են ազդել իր անաչառության ընկալման վրա, տվյալ կամ տեսանելիության վրա, տվյալ բարույթի շրջանակներում։ Սակայն Թումանյանցի կողմից քննարկումից դուրս մնալու խնդրանքը չի կարող դիտարկվել որպես բացարձակ ինստիտուտի համարժեք կամ բավարար փոխարինում, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե առանձին հարցի կամ միջանկյալ քննարկման, այլ ամբողջ վարույթի նկատմամբ ձևավորված կանխատար դիրքորոշման կամ առնվազն դրա բարձր հավանականության մասին։ Խորհրդի անդամ Թումանյանցի կողմից դատորը Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հրապարակային կերպով արված գնահատականները, այդ թվում վերջինիս փաստացի նույնականացումը զտման կամ վեթինգի գործընթացի հետ իրականացվել են խորհրդի արտերից վերացված որոշումների հիմքով և արտահայտել են ոչ միայն փաստական դիրքորոշում, այլ նաև արժեքային գնահատական, ուղղված դատավորի անձին և մասնագիտական հեղինակության։
Նման հրապարակային դիրքորոշումը առավելևս դատական դեպարտամենտի միջոցներով պատրաստված և պաշտոնական հարթակում բարձր տեսանելիությամբ տարածված տեսանյութում օբյեկտի դիտորդի համար ամփոփելիորեն ձևավորում է այն տպավորությունը, որ խորհրդի տվյալ անդամը դատավորարարությունների նկատմամբ Վարդան Իսմայելի ձևավորված կարծիք, որը չի կարող չազդել միջնորդության ներկայությամբ։ Այս համատեքստում էական է ընդգծել, որ տվյալ վարորդի շրջանակներում խորհուրդը կոչված է իրականացնել ոչ թե վերացական իրավական գնահատում, այլ լուծել հարց, որն ուղղակիորեն առնչվում է Դավիթ Հարությունյանի մասնագիտական ճակատագրին, բարի համբավին և դատավորի կարգավիճակի վերականգնման հնարավորությամբ։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն անկախ և անաչառ տրիբունալի պահանջը ներառում է ոչ միայն իրական անաչառությունը, այլև դրա տեսանելիությունը։ Նման պայմաններում և տրիբունալի անդամը նախկինում հանդես է եկել տվյալ անձի վերագրել հրապարակային և բացասական գնահատականներով անաչառության պահանջը չի կարող համարվել ապահովված։ Խորհրդի անդամ Թումանյանցի կողմից 19/01/26 թվականին դատական նիստի ընթացքում արված հայտարարությունը քննարկմանը չմասնակցելու մասին ինքնին վկայում է, որ վերջերս գիտակցությունը սովորելով քննարկող հարցերի հետ իր անձնական և ինստիտուցիոնալ առնչությունը, ինչպես նաև այդ առնչության պայմաններում անաչառության հնարավոր խաթարման ռիսկ։ Նկատի ունենալով, որ վարույթը դեռևս չի ավարտվել, իսկ ըստ էության նաև ըստ էության քննությունը չի սկսվել, և իր բնույթով հաստատապես ներառելու է ոչ միայն արդեն բարձրացված, այլ նաև հետագա փուլերում ծագող այլ հարցերի քննարկում, որոնց էությունը կրկին որոշակի չափով առնչվելու է Երանիկ Թումանյանցին, իր կողմից արված հայտարարությունը փաստացի հաստատում է, որ առկա է եղել և ապագայում ևս առկա է լինելու սույն վարույթի շրջանակներում այնպիսի հարցերի շրջանակ, որոնց քննարկմանը նրա մասնակցությունը օբյեկտիվորեն կարող է խնդրահարույց լինել, անգամ իր իսկ գնահատում։ Այդ պայմաններում խորհրդի անդամ Թումանյանցի սեփական խնդրանքը և հայտարարությունը բավարար ելույթների հիմք են հանդիսանում բացակի միջնորդության ներկայացման և ընդունման համար, քանի որ վերջինս իր դիրքորոշմամբ փաստել է անաչառության առնվազն տեսանելիության խաթարման առկայությունը, ինչը անհամատեղելի է սույն վարույթի արդար և վստահելի քննության պահանջների հետ։ Ելնելով ամբողջ վերագրալից նկատի ունենալով, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ տվյալ գործով խորհրդի անդամ Թումանյանցի անաչառության մեջ, խորհրդին խնդրում եմ բավարարել սույն միջնորդությունը և ընդունել Թումանյանցի բացառությունը։ Այսքան։ Շատ շնորհակալություն։ Խորհրդարությունը շփոթվում է կավելացնում։ Բնականաբար միանում եմ ազնվանի միջնորդությանը և զուտ հավելեմ, որ այս վարկագիծը, որը ձևավորվել է նախադատական նիստի ընթացքում, մասնավորապես արված հայտարարությունը անկողմնակալ դիտորդի մոտ առնվազն կարող է առաջացնել, եթե ոչ կողմնակալության, ապա արդարադատության իրականացումից հրաժարվելու մասին տպավորություն ու հաշվի առնելով նախկինում նշվածները, նախկինում բացակի միջնորդության հիմքում նկատած հանգամանքները, ինչպես նաև պարոն Հարությունյանի նշվածները, գտնում եմ, որ ԲՏԽ ոչ դատավոր անդամ Թումանյանց պետք է հայտնի բացակի միջնորդություն, ներկայացնի ինքնաբացակ, կամ այդ հարցը քննարկվի խորհրդի կողմից և բավարարվի մեր միջնորդությունը, հավելեմ նաև հետևյալը, այն հիմքը, որը ավելի վաղ չէր ներկայացրել, մասնավորապես նախորդ վարույթի ընթացքում և Տիկին Թումանյանցը եղել է զեկուցող, վերջինս ընդհանրում եմ ինքն է տիրապետել գործի նյութերը, իր տրամադրության տակ են եղել, այդ վարույթի շրջանակներում արձակվող դատական խորհուրդը ինձ հնարավորություն է տրվել գրավոր հարցեր ուղղել նախարարին, ես այդ հարցերը գրավոր ուղղել էի, այն նշումով, որ ես հարցերը տրամադրում եմ արձակվող դատական խորհրդի միջոցով այն նախարարին վերահասցեագրելու, պատասխաններ ստանալու և ինձ ներկայացնելու համար։ Մինչդեռ Տիկին Թումանյանցի կազմած փաստաթղթերում, ինչպես նաև հետագայում ԲՏԽ որոշման մեջ, համապատասխան, որը վերաբերում էր նախորդ որոշումը չվերանայելուն, արձանագրված էր, թե իբր նախարարությունից կամ նախարարից որևէ պատասխան չի ստացվել։ Ավելի պարզ ասեմ, ես դրությունը հարցրում եմ հարցերը ԲՏԽ-ի միջոցով, հստակ նշումով, որ պետք է ԲՏԽ-ն քանի գրավոր ընթացակարգով է իրականացնում, հարցերը վերահասցեագրի նախարարությանը, սակայն իր նախկին գործընկերներին չցանկանալով
ենթադրում եմ ուղղել այդ հարցերը, ուղղակի նշում է կատարել, որ այդ հարցերը պատասխան չի ստացվել։ Այնինչ ընդհանրապես նախարարությանը այդ հարցերը հարցաշարը չի ուղարկվել։ Եվ այդպիսի իրականությանը չհամապատասխանող նշումներ են կատարվել նաև վերջնական որոշման մեջ, արձանագրելով, թե նախարարությունը պատասխան չի տրամադրել կամ նախարարությունից պատասխան չի ստացվել այն պայմաններում, երբ ԲԴԽ-ն ենթադրում եմ զեկուցող դատավորը այդ հարցերը չէր ուղարկել նախարարությունը։ Սա որպես հավելում, ինչպես նշեցի, գանում եմ հաստատանից միջնորդությանը։ Հիմա, որ ասում եք հավելում, մենք ունենք մի հատ բացառ կրնելու վերաբերյալ միջնորդություն, որի հիմքը ներկայացրեց է ներկայացուցիչը փաստաբանը, որ ասում եք հավելում, այդ ևս մեկ հիմք եք ավելացում բացառ ստացվում, որ երկրորդ հիմքով բացառ միջնորդություն։ Այո, երկրորդ հիմքը ներկայացրեց։ Հիմքում դնելով այն հանգամանքը, որ նախկինում իրականացված այդ գործընթացներում ձեր տպավորություններով կամ ձեր հաստմամբ, ինչպես դուք եք նկարագրում, գործողություններ պետք է իրականացվեն, որոնք չեն իրականացվել զեկուցող դատավորի կողմից։ Այն դեպքով, որ իրականությունը չհամապատասխանող տեղեկություններ զետեղել արձանագրություններում որոշումներում, որը հետագայում ստորագրել է խորհրդի մյուս անդամները, բայց ես կարծում եմ, ենթադրում եմ, կամ իմ մեջ այդպիսի համոզմունք կա, որ Թումանյանցը ուղղակի չի ցանկացել իր նախկին գործընկերոջը, մասնավորապես նախարար Մինասյանին, ուղարկել այն հարցերը, որոնք որ շարադրված էին եւ ներկայացված էին իմ կողմից։ Ես ինչ էի ասում։ Դա եք ասում, եթե դա եք ասում, ուրեմն դա է արգել պարլատորիկը։ Պարզ է շնորհակալություն։ Ըստ ասեմ, դուք որոշում եք։ Նախորդ բացարկի միջնորդության քննարկման ժամանակ Տիկին Թումանյանցի մասնակցության հարցը տեսանյութի հետ կապված քննարկվել էր, եթե ճիշտ եմ հիշում, եւ Տիկին Թումանյանցը ներկայացրել էր բարձրաբանումներ այդ հարցի հետ կապված եւ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց բացարկի միջնորդություն ներժել եւ այդ միջնորդությամբ անդրադարձ է կատարվում նաեւ, եթե չեմ սխալվում, Տիկին Թումանյանցի մասնակցության այս տեսանյութին եւ ըստ էության համանման հիմնավորումներով կրկին նույն միջնորդություն է ներկայացվում, իհարկե այլ համատեքստում, հետեւաբար կարծում ենք, որ միջնորդությունը այս հիմքով այս դեպքում ևս ենթակայ մերժման, ինչ վերաբերում է երկրորդ հիմքին, որը պարոն Հարությունյանը քիչ առաջ ներկայացրեց, ելի մանրամասներին ճիշտ ասած չեմ տիրապետում ինչպես է տեղի ունեցել, բայց կրկին մենք ցույց ենք կատարում նախկինում տեղի ունեցած քննությանը եւ հետեւաբար այն ժամանակ տեղի ունեցած իրավիճակները այս վարույթի վրա որևէ ազդեցություն չեն կարող ունենալ եւ այս դեպքում ևս կարծում ենք, որ միջնորդությունը ենթակայ մերժման նաեւ այս հիմքով գործի քննության հետ որևէ առնչություն չունենալու հանգամանքներով պայմանավորված շնորհակալություն։ Ձեզ ունի շնորհակալություն, որտեղ հարցում եմ, բացառ միջնորդություն ներկայացրած կողմից։ Պարոն Հարությունյան, սկզբնական միջնորդության վերաբերյալ հարցը, ոչ թե որ բանով դուք ասեցիք, կապված ու փոքր հստակեցնել, ձեր միջնորդության հիմնական հիմքը հանդիսանում է նախորդ դատական նիստում Տիկին Թումանյանցի հնչեցված արտահայտությունների համբարերը եւ մնացած տեսանյութի հետ կապված հարցերը դրանք լրացուցիչ փաստարկներ են, թե եւ տեսանյութի հետ կապված հարցերն են հիմք, հա, լրացուցիչ բաներ ասեց։ Եվ նախորդ դատական նիստում Տիկին Թումանյանցի ես ասեմ արտադրած բառերը կամ արտահայտությունները։ Պարզ է հարցս, թե էլի մանրամասն։ Չէ, պարոն, իմ կողմից ներկայացված միջնորդության հիմքը ըստ էության Տիկին Թումանյանցի կողմից նախորդ դատական նիստում ասած հայտարարությունն է, իմ հայտարարություն ասում թե քննարկացան։ Այո, որով որ վերջինս իմ ընկալման բառնվազն իսկ գնահատմամբ գտել է, որ իր մասնակցությունը համապատասխան հարցի քննարկմանը կարող է խնդրահարույց դիտվել, այդ իսկ վաճառականությամբ իմ ընկալումներից եմ կրկնում եւ կարծում եմ ցանկացած անաչառ անձի երրորդ կանզի նաև աչքերում նույն ընկալումն է, խնդրել է, որպեսզի համապատասխան քննարկմանը մասնակից չդարձվի եւ համապատասխանաբար այդ հայտարարության եւ այդ գնահատականի հաշվարկմամբ
ես նաև վստահաբար խորհրդին տեղեկացնում եմ, որ ըստ էության քննության ժամանակցի միջնորդությամբ ևս լինելու են առնվազն մի քանի հարցեր, որոնք իրենց բովանդակությամբ նորից, ինչպես Տիկին Թումանյանցի իր խոսքում ձևակերպել է, որոշակի չափով առնչվելվեն իրեն։ Եվ իմ կարծիքով Տիկին Թումանյանցի մասնակցությունը խորհրդի կազմում համապատասխան հարցերի քննարկմանը կրկին կարող է խնդրահարույց դիտվել, որով պայմանավորված ես խնդրում եմ, որպեսզի համապատասխանաբար բացառքը բավարարվի միջնորդություն։ Եթե պատասխանեցի հարցին։ Հա, Շնորհակալություն։ Որը համոզում եք ասել։ Շատ այսպես ներկայացած միջնորդության քննության անելու համար խորհրդի հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Ներկայացված միջնորդության վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու այժմ հանրությունը խորհրդակցական սենյակից հետ են վերադարձել առնվազն ինձ համար մի հարց կա, որպեսզի ուզում եմ ձեզ հետ պարզել, ձեզնից ճշտել։ Իհարկե ձեր ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը գրավոր տեսքով է և որոշակիություն պարունակում է, դուք ներկայացրեցիք բանավոր բացակի, կոնկրետ ընդմեկ նաև մեր խորհրդի անդամներից գրեթե բոլորին այդ հարցը առաջացավ, թե դուք որ օրվա դիմումի մասին եք կոնկրետ խոսում, վերանայման վարույթի ընթացքում, որտեղ գործի ուսումնասիրություն ցույց տվեց, որ մի քանի դիմումներ եք դուք ներկայացրել, կոնկրետ ուզում եք ճշտել, որ օրվա դիմումի մասին է խոսքը, որպեսզի ձեր կողմից ներկայացված միջնորդության հիմքերը մեզ համար ավելի պարզ լինեն։ Մինչև խորհրդակցական սենյակ հեռանալը այդ հարցը չհնչեց, որովհետև տպավորությունը, նախնական տպավորությունը այնպիսին է, որ կլինի հեշտ հասկանալ, թե որ դիմումի մասին է խոսքը, բայց գործի ուսումնասիրությունից պարզեց, որ մի քանի դիմումներ են տարբեր ժամանակներ, իսկ ուզում կոնկրետ վերաբերեք, որ դիմումի մասին է խոսքը, որը որ գտնում եք, որ որոշավորություններ անելու հարցությունը եղել, ինչը չի իրականացվել խորհրդի կողմից։ Նստեք հանգիստ նայեք այդ։ Միշտ դուք կնայեք աշխատակազմից ինձ տեղեկացրեցին, մեզ տեղեկացրեցին, որ ինչ-որ լիստի ժամանակային ինչ-որ խնդիր ունեք, լիստի որը այդ կապված եք, նա կասեք, հասկանանք ինչ խնդիր։ Շնորհակալություն խորհուրդ։ Պարոն Աթաբեկյան, այսօր 3:30 փոխվարչապետը քննարկում է դրել նախագծերի հետ կապված, ազգային ժողովում քննարկվելիք, այլ փոխնախարար չի կարող գնալ, իմ համակարգման ոլորտում է։ Իմ խնդրանքներ, եթե հնարավոր է, մինչև 2:30 աշխատենք, եթե խորհուրդը և պահանջությունը դեմ չի, և նստիշը 2:30-ից հետո հետաձգություն։ Լավ, հեսա մի հատ այս մասը պարզենք։ Շնորհակալություն։ Շատ այդ մասով խորհրդի անդամներ պարոնում եք, դիտարկում եք, եթե այս հասկանանք ինչ է հետաձգելու կամ զորացե ձևով լիստը հետո դնել։ Անհարություններն արդեն ասից կարծեք։ Նաև արձանագրեմ, որ ձեր ներկայացուցիչը այս բանից տեղ չի, որտեղ ինձ խորհրդակցականից հետ վերադարձանք բոլոր ներկային, բացի ձեր ներկայացուցիչից պարունակություն։ Չէ, այդ մասով խնդիր չկա, ուղղակի արձանագրելու համար, որ ստեղ չի, ամեն դեպս դուք չեք ասել, որ առանց իրար այս բանի չենք կարա շարունակենք, ամեն դեպքում ուզում էի արձանագրվի, որ այս բանը Արգենի խորհուրդ, պատասխանելով դրացի նշեմ, խոսքը վերաբերվում է հետևյալին, խորհուրդը ինձ հնարավորություն է նախորդ դասականություն ներկայացնել գրավոր դիտորոշումներ, նաև պատասխանելով, որ կարող են հարցերով այդ մյուս կողմին, այսինքն նախարարին։ Ես օգտվելով իմ իրավունքից հարցերը հասցեագրել էի բարձրագույն դատական խորհրդի միջոցով, դա տեղի ունեցել 24 թվականի սեպտեմբերի 35 թվականով իմ մոտ իմաստ այս վերությունը որնի ֆայլն է։ Ես միգուցե սա օրինակ հոկտեմբերի 1-ի ամսաթվով լինի, բայց
Դե այդ մեկ օրվա տարբերությունը ենթադրում է Աստորագիր օրինակն է հիմա որ ես ձեռքի տակը, ուտեղ նույն այդ լուսան մեջ որ հարցեր են շարադրված, հետևյալ արձանագրումով կան, որ կարող ասեք ինչ արձանագրված, որ հանկարծ եթե ուրիշ դիմում լինի, մենք արդեն իմանանք, որ արձանագրման մասին է ձեր խոսքը։ Խնդիրը հետևյալն է, ես քանի որ հնարավորություն եմ տվել հարցեր ուղղել նախարարին, Ներողություն կարող տեսնեմ ինչի մասն է խոսքը։ Տեսքը, հա, իր առաջնային։ Մոտեցեք, ոչ որը խնդիր չկա։ Մոտեցեք նախքան։ Քան էջից բաղկացած փաստաթուղթ է, ժողովրդին, պատժեն արտադրության նախարարին 30 սեպտեմբերի 24 թվականի թվագրման 38 էջանոց։ Ենթադրում է, որ նույն փաստաթուղթն է։ Կարող է մի էջի ինչ-որ ստորագրման պահին, օրինակ եթե տարբերություն։ Աշնարվելով 30 նման գրավոր ընթացակարգեր օրինակ չունեմ, եւ պետական դատարանում, համանդրական դատարանում, որ հարցեր ուղղվում են մասնավորապես դատարանների միջոցով, այս նույն տրամաբանությամբ Վարչապետի դատական խորհրդի միջոցով է եղել հարցերը, որտեղ հատուկ նշում է եղել, որ ես տրամադրում եմ Վարչապետի դատական խորհրդի միջոցով նախարարին տրամադրելու, հարցերի պատասխանը ստանալու։ Այդ էջն էլ ասեք ու վերջացրեք։ Մի էջ այս կողմենքով մենք կգտնենք։ Նորից չկրտում եմ միացրած։ Եվ քանդում եմ երկրորդ էջնա, երրորդ տարբերությունը, որ եթե բան չի փոխվել։ Երկրորդ էջ շատ Նշված է, քանի որ յունի քննական ընթացքը կարգը չի պարզաբանվել, հարցեր ուղարկվում ԲՏԽ, դրանք նախարարին վերահասցրելու, պատասխանները ստանալու եւ դիմողին տրամադրելու համար։ Ու հետագայում ծանոթանալով գործինյութերին, վերանայելով գործինյութերը, պարզել են, որ նախարարին ուղղված որևէ գրություն, մասնավորապես այս ԲՏԽ-ին ուղղված իմ հարցերը չեն տրամադրվել նախարարին եւ հետեւաբար նախարարից պատասխան չի ստացվել։ Միշտ ներկայացվել է, թե նախարարը պատասխան չի տվել։ շատ է, պարզ է։ Պարոն Հովհաննիսյանը պարզ է։ Պարոն Հարությունյան, Ես որ նշեցիք գրված է որ պատժենը արտադրության նախարարին, չէ՞։ Այսինքն դուք ուղարկել եք, չէ՞, ոնց որ։ Ես դեռ նշել եմ, որ ուղարկում եմ Վարչապետի դատական խորհրդին, դրանք բուր նպատակը նախարարին վերահասցրելու, պատասխանները ստանալու եւ դիմողին տրամադրելու համար։ Հարցի պատասխանը ներողություն, հարցի պատասխանը հետեւյալն է, որովհետեւ որպես կանոն համենայն դեպս գործավարական փաստաթղթաշրջանառություն բոլորս էլ աշխատում ենք տարբեր իրավիճակներում։ Հիմա դուք գրել եք Վարչապետի դատական խորհրդին պատժենը արտադրության նախարարությանը։ Հիմա ըստ ձեր հայտարարության այդ պատժենը արտադրության նախարարությունը այն ժամանակ չի էլ ուղարկվել։ Ես անկեղծ չեմ հիշում այդ գործը։ Չէ, որտեղ հարցին ասեցիք ոչ, միգուցե պարոն Հովհաննիսյանը համարեական է։ Պատասխանում եմ, որ ոչ։ Բայց ես նշում եմ, որ կոնկրետ այնտեղ հստակ նշված է, թե ինչ նպատակով է Վարչապետի դատական խորհուրդ կազմել։ Շատ է։ Ավելի հարց, ասեք։ Պարոն Հարությունյան, որ գրված է պատժենը արտադրության նախարարության կամ նախարարին, չի նշանակում պատժենը ուղարկվել է։ Դա կարող է նշանակի, որ պատժենը ուղարկվել է, դա կարող է նշանակի, որ լեգիտիմ հասցեատեր է նաև հանդիսանում արտադրության նախարարը։ Դա պարտադիր չի, որ պատժենը։ Շատ է, պարզ է, որոշակի անձիկ իրանց ձևով կարող է մեկնաբանել, մենք էլ վերջում հասկանանք չէ։ Այս մասով կարող դուք հիմա մտաբերեք կամ ձեզ մոտ որևէ ձևով ֆիքսած լինեք արդյոք ստացել եք թե ոչ, թե այս բանը չունեք նման։ Ոնց է նշեցի, որ ճիշտ ասած տեղյակ չենք ինչ գրագրության մասն է խոսքը, մեր արկա նյութերում չկա նախորդ նիստի հետ կապված նման գրագրություն։ Նախորդ ներողություն, նախորդ կապված գրագրություն։ Լավ, շնորհակալություն։ Այս հարցն ենք ուզում պարզաբանել, որպեսզի հնարավոր լիներ համապատասխան որոշումը կայացնելու, մյուս մասով ոնց որ թե հարցեր ոնց որ թե չունենք, ներկայացուցիչի մասով։ Հիմա մոտենում է ժամը 13:00-ին, նաև միջում, որ 14:30-ից
արդեն բոլորս հասկացանք, որ խնդիր չի, պետք է այդ հնարավորությունը տալ նախարարի տեղակալին, որպեսզի կարողանա իր ընթացիկ գործունեությունը իրականացնել եւ որևէ խոչընդոտ չլինի։ Առաջարկում եմ հեռանում խորհրդակցական սենյակ որոշումը միանգամից հաջորդ լիստ նշանակենք, որ այդ օրը հրապարակի գա դիրքորոշումը ժողովրդի։ Ուրեմն հաջորդ լիստը մենք նախատեսում ենք նշանակել 2026 թվականի հունվարի 29-ին ժամը 10:30 րոպեին նույն վայրում, նախապես նաև ձեզ ասել ենք, որ հնարավոր կլինի ամսի 29-ին անել, օրվա մինչև առաջի կեսը կտևի, ըստ իրավիճակների դեպս նախնական կարող եք պլանավորել, ամսի 29-ի ժամը 10:30 րոպեին տեղի կունենա նիստը, մենք էլ այս ներկայացված միջնորդությունների վերաբերյալ որոշումը նիստը սկսելով միանգամից կներկայացնենք ու համապատասխան որոշումը ձեզ գործին մասնակցող անձանց ու նաև հանրությանը։ Նշեցիք ձեզ մոտ։ Իսկ հաջորդ լիստը աղագերի խորհուրդ կասեք, որ պլանավորելու համար նախապես ասել եք կարծես թե երկուշաբթի, այսինքն 29-ին լիստ ունենք։ Հաջորդը Եսանայում միաժամանակ արդեն հարցը հասկացել եմ։ Հաջորդը կլինի այնքանով, որ եթե լինի, չստացի, որ արդեն որոշել են, որ պետք է լինի։ Փետրվարի 2-ին, 3-ին, նաև 5-ին, ամսի 30-ին չի լինի։ 29-ից հետո, երկուշաբթի, երեքշաբթի, տրապեզիով, հետո հնարավոր նաև 5 շաբթի, 4 շաբթին հանած, հաստատապես, մնացածը արդեն ձեզ լրացիչ կասենք, այսպիսով խորհրդակցական սենյակ որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին ժամը 10:30 րոպեին։